Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1522-րդ օրն է։ Մենք կրկին ունենք ձեզ համար կարևոր նորություններ, կփորձեմ պատմել, ինչպես միշտ ամենահետաքրքիրը։ Ամեն տարի ապրիլի 24-ին մեր հայ ժողովուրդը հիշատակում է հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին։ Իհարկե Ուկրաինայի հայ համայնքը բացառություն չէ, անցկացվել են մի շարք միջոցառումներ, չնայած պատերազմին։ Ձեր էկրաններին կադրերն են Կիևյան միջոցառումից, որին մասնակցում էին Կիևի հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչները, համայնքի հյուրեր այլ քաղաքներից, հավատացյալներ եւ հայ առաքելական եկեղեցու հոգեվորական դասը, թեմական առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանի գլխավորությամբ մասնակցում էին նաեւ ուկրաինական եկեղեցիների ներկայացուցիչները, Ուկրաինայի հունակաթոլիկ եկեղեցու առաջնորդ Շևչուկը, ինչպես նաև Հայաստանի եւ բարեկամ այլ երկրների դեսպանատների դիվանագետներ։ Միջոցառման վայրը պատահական չէր ընտրված, սա Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարներ նվիրված 20-րդ դարում ուկրաինացի եւ հայ ժողովուրդների զոհերի հիշատակին։ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակը համախմբում է արդար աշխարհին պայքարելու նրանց դեմ, ովքեր շարունակում են չարիք գործել։ Միջոցառումներ են անցկացվել Ուկրաինայի բազմաթիվ մարզերում, որտեղ թույլ էր տալիս ռազմական իրավիճակը, եւ մինչ մենք հարգում էինք մեր զոհերի հիշատակը, ագրեսոր երկիր Ռուսաստանը շարունակում էր ռազմական հանցագործությունները եւ նույնիսկ փորձում քաղաքակիրթ ձևացնել։ Երեկ ինձ կրկին ապշեցրեց Պուտինյան ռեժիմի ցինիզմը, նրանց արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան որոշել էր իբր ցավակցություն հայտնել, որն իմ կարծիքով ավելի շատ վարքաբեկում է, քան կարեկցանք։ Ինձ համար որպես ցեղասպանություն վերապրածների սերնդի ծայրահեղ տարօրինակ է այսպես կոչված կարեկցանք լսել մարդկանցից, ովքեր չհրահրված ագրեսիա են իրականացրել հարևան երկրի ժողովրդի դեմ, ճակերտավոր մարդկանցից, ովքեր մարդկության դեմ նմանատիպ հանցագործություններ են կատարել Բուչայում, Իրպենում, Գոստոմելում, Բառադյանկայում, Իզյումում, Կուպյանսկում, Կազաչյա Լոպանյում, Մարիուպոլում, Խերսոնում, Յագդնեյում, Լիմանում, Պապասնայում եւ Սևերոդոնեցկում։ Զախարովան եւ նրա նմանները հայոց ցեղասպանության մասին իրենց իմ խորին համոզմամբ կեղծավոր խոսքերով միայն ձևացնում են քաղաքակրթություն եւ ոչ թե հարգում են սուրբ նահատակների հիշատակը, ավելի շատ վարքաբեկում են այս թեման իրենց ներկայությամբ։ Մարիա Զախարովային եւ նրա նմաններին պետք է հիշեցնել, որ հայերի առաջին ցեղասպանությունը իրականացվել է ռուսական կայսրության կողմից 1778 թվականին Եկատերինա II-ի հրամանով Ղրիմից քրիստոնյա բնակչության հայերի, հույների, վրացիների եւ վալախների բռնի տեղահանմամբ, որը ղեկավարում էր Ալեքսանդր Սուվորովը։ Իսկ այնինչ տեղի ունեցավ 15 թվականին, իրականացվել է Ղրիմի հայերի ցեղասպանության ճշգրիտ կրկնությամբ։ Օսմանների ժառանգները մինչ օրս հերքում են իրենց հանցագործությունները, դրանք քողարկելով տեղահանություն բառի տակ, չէ՞ որ ռուսներն էլ իբր Ղրիմի քրիստոնյա բնակչությանն էին վերաբնակեցնում այլ շրջաններում, սակայն այդ վերաբնակեցումից միայն վիշտ եւ մահ էր ծնվում։ Եվ իմ համոզմամբ ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակից որքան հեռու պահեն ռուսները իրենց արյունոտ ձեռքերը, այնքան լավ կլինի։ Իրենց մանիպուլյացիաներով ռուսները միայն վնաս կարող են պատճառել։ Զախարովայի վերաբերյալ ասված ամեն ինչ վերաբերվում է նաև նրա շեֆին, Պուտինին եւ ագրեսոր երկրի բոլոր մյուս այսպես կոչված պաշտոնական ներկայացուցիչներին։ Դե մինչ ռուսները լեզվով են աշխատում, Ուկրաինայի պաշտպանության ուժերը դրոններով հարվածել են Ազովի ծովի ափին գտնվող Ռուսաստանի ՖՍԲ-ի բազային օկուպացված Շչեսլիվցևը գյուղում, որը գտնվում է Արաբատյան Սլաքի վրա, Արաբատսկայա Ստրելկա։ Ռուսական հատուկ ծառայությունները զգալի կորուստներ են կրել այս գործողության արդյունքում։ Օկուպանտները տեղավորվել էին պանսիոնատի տարածքում, որը ռազմաճակատի գծից գտնվում էր մոտ 150 կիլոմետր հեռավորության վրա։ Սա օկուպանտների խորը թիկունքներ, չնայած նման հեռավորությանը ՖՍԲ-ականներին հասել են ուկրաինական դրոնները, ոչնչացվել են 5 շենք, որոնք օգտագործվում էին որպես կացարաններ, ինչպես նաև ճաշարանը, զինանոցը եւ զինամթերքի պահեստը, այրվել է 4 ավտոմեքենա, լիկվիդացվել եւ ծանր վիրավորվել են ագրեսոր երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները։ Միևնույն ժամանակ արդեն 4 նավթավերամշակման գործարան ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը ուկրաինական դրոնների եւ հրթիռների հարվածների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Խոսքը Սիզրանի, Նովոկույբիշևսկի, Տուապսեի եւ Նիժնի Նովգրոդի մարզի Կստովո քաղաքում գտնվող Լուկոյլ Նեֆտեօրգսինթեզ նավթավերամշակման գործարանների մասին է։
Ինչպես գիտեք, Ուկրաինայի գլխավոր շտաբը հաճախ միանգամից չի հայտնում մեր հարվածների մասին ամբողջական տեղեկատվությունը, ամեն ինչ ստուգվում է, ճշտվում եւ միայն հետո հրապարակվում։ Տագանրոգի Ատլանտայրո ձեռնարկությանը հասցված հրթիռային հարվածի ժամանակ հաջողվել է վնասել եւ ոչնչացնել գործարանի մի քանի արտադրական տարածքներ, իսկ Սևաստոպոլի վրա հարձակման հետևանքով վնասվել է ռուսական պահակային նավը։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբից։ Գլխավոր շտաբի տվյալներով Ատլանտայրո ձեռնարկությունում, որտեղ նախագծում, արտադրում եւ փորձարկում են Մոլնիա դրոնները եւ բաղադրիչներ Օրիոն դրոնների համար, լուրջ վնասներ է կրել ուկրաինական հարվածի հետևանքով։ Ապրիլի 19-ին ուկրաինական Նեպտուն հրթիռները ոչնչացրել են 2 եւ վնասել 4 արտադրամաս։ Ապրիլի 22-ին օկուպացված Ղրիմի Սևաստոպոլ քաղաքին հասցված հարվածի ժամանակ հաջողվել է խոցել նաեւ ՖՍԲ-ի սահմանապահ ծառայության 22460 նախագծի պարեկապահակային նավը, հաստատվել է մարտական ռուբկայի վնասումը։ Հիշեցնենք, որ ապրիլի 19-ի գիշերը Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտարարել էր Տագանրոգ քաղաքի վրա հրթիռային հարձակման մասին։ Նրա խոսքով այնտեղ վնասվել է առևտրային ենթակառուցվածքը, մասնավորապես հրդեհ էր բռնկվել պահեստային տարածքներում։ Ուկրաինական հարվածների մասին ավելի մանրամասն կպատմեմ, ինչպես միշտ մեր եթերի երկրորդ հատվածում։ Туапսեի շրջանում Սևծովը կրկին աղտոտվել է նավթամթերքով, անբավարար քանակությամբ տեղադրված պաշտպանիչ արգելապաշարների պատճառով։ Կրասնոդարի երկրամասում տեղացող հորդառատ անձրևների հետևանքով նավթամթերքները հաղթահարել են Туапսե գետի վրա տեղադրված արգելապատնեշները եւ կրկին հայտնվել Սևծովի ավազանում։ Փորձագետները նշում են, որ ռուսական իշխանությունները կարող էին կանխել սա, եթե տեղադրեին բավարար քանակությամբ պաշտպանիչ միջոցներ։ Տարածաշրջանի օպերատիվ շտաբում դժգոհում են ուժեղ եւ տևական անձրևներից, որոնք առաջացրել են Туапսե գետի ջրի մակարդակի բարձրացում։ Ջրի հոսքը այնքան հզոր է եղել, որ նավթամթերքները հորդել են բոնային արգելապատնեշների վրայով, որոնք նախկինում տեղադրվել էին դրոնների կողմից հարձակման ենթարկված նավթավերամշակման գործարանի եւ ծովային տերմինալի շրջանում։ Միևնույն ժամանակ փորձագետները ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ օթերևութաբանները նախապես զգուշացրել էին տեղումների ուժգնացման մասին, իսկ ռուսական ՄՉՍ-ը արտակարգ հաղորդագրություններ էր տարածել Սևծովյան ափի գետերում ջրի մակարդակի հնարավոր բարձրացման վերաբերյալ։ Չնայած դրան, պաշտպանության լրացուցիչ միջոցներ չեն ձեռնարկվել։ Նախկինում տեղադրված բոնային արգելապատնեշները եւ նավթամթերքի հավաքման սարքավորումները բավարար չեն եղել նոր արտահոսքը կանխելու համար։ Տեղական սոցցանցերում գրում են, որ փրկարարները նավթը դուրս են հանում սովորական դույլերով առանց պաշտպանիչ միջոցների եւ հստակեցնում են, որ ջրի մակերեսին առաջացել է մազութի 30 սանտիմետրանոց շերտ։ Դե երբ երկիրը դեգրադացվում է, նման բաները սովորական են դառնում։ Բազմիցս անդրադարձել եմ այդ թեմային։ Այս ֆոնին ռուս падգամավոր Պետդումայի կոմունիստական կուսակցության խմբակցության նախագահ Ռուսաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ աշնանը Ռուսաստանին հեղափոխություն է սպասվում։ Կոմկուսի առաջնորդը նշել է, որ տնտեսության վիճակը կտրուկ վատթարացել է։ Նրա խոսքով առաջին եռամսյակում այն գահավիժել է մինչև հատակ։ Այդ պատճառով նա Ռուսաստանի Դումայում իր ելույթի ժամանակ կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Մեջբերեմ նրա խոսքը բազմիցս ասել ենք տնտեսության անխուսափելիորեն տապալվելու մասին։ Ամբողջ առաջին եռամսյակը տնտեսությունը գահավիժել է մինչև հատակ։ Եթե շտապ ֆինանսատնտեսական եւ այլ միջոցներ չձեռնարկենք, ապա աշնանը մեզ սպասվում է այն, ինչ տեղի ունեցավ 1917 թվականին։ Մենք իրավունք չունենք դա կրկնելու, ասել է Զյուգանովը։ Համաձայն եք, որ տարօրինակ է լսել կոմունիստի, ով կոչ է անում թույլ չտալ 17 թվականի հեղափոխությունը, երևի մոռացել է, որ դա բոլշևիկյան հեղափոխություն էր։ Ես չեմ հետևում ռուս քաղաքական գործիչներին, բայց տրամաբանորեն այս իբր ժամանակակից կոմունիստը, եթե կարելի այդպես ասել, պետք է դատապարտեր Ռուսաստանի կոմունիստական ժամանակաշրջանը, եթե չի ուզում նման երևույթ Ռուսաստանում։ Իսկ այդ ընթացքում Ռուսաստանում բոլորն ունեն մտահոգվելու պատճառ, Ռուսաստանի տնտեսությունը չի կարող փրկել նույնիսկ նավթի գների աճը։ 26 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը արդեն գերազանցել է տարեկան պլանը, չնայած այն հանգամանքին, որ լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի տնտեսությունը կարողացավ խուսափել ակնթարթային փլուզումից, դրա ներկայիս վիճակը շարունակում է վատթարանալ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։
Իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա։ Վերլուծաբանները կարծում են, որ նման հաճախականությունը վկայում է Կիևի եւ այս մերձավոր արևելյան երկրի կապերի ամրապնդման մասին։ Երևի թե հաջորդ եթերներում ավելի մանրամասն անդրադառնամ այցի մանրամասներին։ Ենթադրում եմ Թրամփը իր դաշնակցի հարցում Զելենսկուն նախանձելու նոր առիթ ունի։ Այդ ընթացքում Թրամփը նաև նոր հոգսեր ունի։ Նա հերքել է ռուս դիվանագետների խոսքերը այն մասին, թե իբր ինքը Պուտինին հրավիրել է Մայամիում կայանալիք մեծ 20-յակի գագաթնաժողովին, բայց հավելել է, որ դա վատ չէր լինի։ Ըստ երևույթին նրան բացատրել են, որ Ռուսաստանին հրավիրելը չմտածված քայլ է։ Նա հետ կանգնեց դրանից, բայց Պուտինի նկատմամբ ակնհայտ սենտիմենտներ արտահայտեց։ Թրամփին հարվածում են բոլոր կողմերից։ Հինգշաբթի օրը Կիևի անվտանգության ֆորումում ելույթ ունենալիս Արքայազն Հարին, ով 22 թվականի պատերազմից ի վեր արդեն երրորդ անգամ էր այցելում Ուկրաինա, կոչ է արել ամերիկյան ղեկավարությանը հավատարիմ մնալ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին։ Սա ակնարկ է Բուդապեշտյան մեմորանդումի մասին։ Արքայազն Հարին դա անվանել է Ամերիկայի անփոփոխ դեր համաշխարհային անվտանգության գործում, թեև չի հիշատակել Թրամփի անունը, դա չխանգարեց Թրամփին սկանդալ սարքել։ Թրամփը քննադատել է Արքայազն Հարիին, հայտարարելով, թե նա չի խոսում Մեծ Բրիտանիայի անունից։ Եվ մինչ Թրամփը պատասխանում էր Արքայազն Հարիին, ՆԱՏՕ-ում պատասխանել են հնարավոր է արդյոք Իսպանիայի հեռացումը դաշինքից, ինչպես առաջարկում են Թրամփի մարդիկ։ ՆԱՏՕ-ում հերքել են դաշինքի որոշ երկրների անդամակցության կասեցման հնարավորությունը այն բանից հետո, երբ Վաշինգտոնից սկսեցին լուրեր հասնել Իսպանիայի նկատմամբ նման նախաձեռնությունների մասին։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչը։ Նա ընդգծել է, որ դաշինքի գործող փաստաթղթերը պետությունների հեռացման կամ ժամանակավոր մեկուսացման մեխանիզմներ չեն նախատեսում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամերիկայում դիտարկում են Մադրիդի վրա ճնշում գործադրելու մեթոդներ Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելուց Իսպանիայի հրաժարվելու պատճառով։ Մասնավորապես Պենտագոնի ներքին քննարկումներում շրջանառվում էր ՆԱՏՕ-ին Իսպանիայի մասնակցությունը բացառելու տարբերակը, որպես հնարավոր տարբերակ նշվել է նաև վիճելի տարածքների, այդ թվում Ֆոլկլենդյան կղզիների վերաբերյալ ամերիկյան դիրքորոշման վերանայումը։ Իր հերթին Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը մեկնաբանելով իրավիճակը հայտարարել է, որ Մադրիդը կողմնորոշվում է բացառապես պաշտոնական տեղեկատվությամբ եւ չի արձագանքում մեդիա հրապարակումներին։ Ես իմ եթերներում արդեն պատմել եմ Իսպանիայի հասցեին Թրամփի դժգոհությունների մասին, բայց ՆԱՏՕ-ն զրկեց Թրամփին կտրուկ քայլերի հնարավորությունից։ Հիմա կխնդրեմ մի փոքր ժամանակ ընձեռնել մեր եթերը լայքելու համար։ Ինչպես տեսնում ենք, YouTube-յան տատանումները շարունակվում են։ Խնդրում եմ ավանդույթ սարքել սա մեր եթերների ընթացքում։ Մի քանի վայրկյան տրամադրեք լայքելու եւ եթերը տարածելու համար։ Գիտեք, սա YouTube-յան ալգորիթմների համար է պետք։ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նման հայտարարություն է արել Ռուսաստանում տեղի ունեցող գաղտնի քաղաքական գործընթացների մասին։ Լեհական դիվանագիտության ղեկավարը ենթադրել է, որ Ռուսաստանում իշխանությունը կարող է փոխվել տեսանելի ապագայում։ Այս մասին նա հայտարարել է իտալական Կարիերա դելա Սերա պարբերականին տված հարցազրույցում։ Սիկորսկու խոսքով Ռուսաստանում իշխանությունը կփոխվի ոչ թե ընտրությունների արդյունքում, այլ Պուտինի շրջապատում տեղի ունեցող որոշակի ակտիվ գործընթացների պատճառով։ Սիկորսկին ընդգծել է, պատմությունը ցույց է տալիս, որ Պուտինի նման ավտորիտար առաջնորդները հաճախ դառնում են սեփական էլիտաների հարձակումների եւ դավադրությունների թիրախ, իսկ նրանց սկսած պատերազմները հաճախ ավարտվում են արդեն ագրեսոր պետության նոր ղեկավարության օրոք։ Սիկորսկին նշել է, որ նմանատիպ ռեժիմների համար պատերազմի դադարեցումը առանց ակնհայտ հաղթանակի կարող է ավելի մեծ սպառնալիք ներկայացնել, քան դրա շարունակումը ցանկացած բացասական հետևանքներով։ Լեհաստանի արտգործնախարարը նաև մատնանշել է, որ ռուսական ղեկավարությունը իդեմս Պուտինի իր կարծիքով ստանում է հսկայական քանակությամբ աղավաղված տեղեկատվություն, քանի որ զինվորականները Կրեմլին չեն զեկուցում գործերի իրական վիճակի մասին, արդյունքում նրա համոզմամբ երկիրը ավելի ու ավելի խորն է ընկղմվում ռազմավարական փակուղու մեջ, ինչևէ Սիկորսկին իրավունք ունի նման կերպ մտածելու։ Եթե զգում եք, գրեթե բոլոր եթերներում նման կարգի նոր տվյալներ ենք ձեզ հայտնում։ Ըստ ամենայնի Ռուսաստանում Պուտինի շուրջ խմորումները գնալով լրջանում են։
Իսկ այդ ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ երկիրը պատրաստ է կրկին անցնել Իրանի դեմ պատերազմի ակտիվ փուլին եւ արդեն նախանշել է այն թիրախները, որոնց կարելի է հարվածել։ Մեջբերեմ մենք սպասում ենք Ամերիկայի կողմից կանաչ լույսի նախևառաջ Խամենեիի դինաստիայի լիկվիդացումն ավարտին հասցնելու եւ Իրանի հիմնական էներգետիկ օբյեկտների ոչնչացմամբ երկիրը դեպի մութ քարիդար վերադարձնելու համար, ասել է Կացը։ Նրա խոսքով Իսրայելի պաշտպանության բանակը ցախալ է պատրաստ է ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման, իսկ Իրանում նոր թիրախներն արդեն որոշված են։ Պաշտպանության նախարարության ղեկավարը ասում է, որ իսրայելցի զինվորականները հարվածներ կհասցնեն իրանական ռեժիմի ամենացավոտ կետերին եւ այդ հարձակումները կսասանեն ու կկործանեն երկրի հիմքերը։ Այս ֆոնին New York Post-ը գրում է, որ այն բանից հետո, երբ Ամերիկայի եւ Իսրայելի ավիահարվածների շարքը ցնցեց իրանական ղեկավարությանը, հակամարտության առաջին օրերին խլելով տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների կյանքեր, քաղաքական ասպարեզ է դուրս եկել մի կերպար, ով Իսլամական Հանրապետությունը կառավարում է ստվերից։ Վերլուծաբանների կարծիքով գեներալ-մայոր Ահմադ Վահիդին, ով գլխավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մոբիլիզացրել է իր մերձավոր շրջապատը լիակատար վերահսկողության տակ առնելու ինչպես Իրանի ռազմական ռազմավարությունը, այնպես էլ բանակցողների խումբը, հենց որ 67-ամյա Վահիդին եւ նրա դաշնակիցները համախմբեցին իշխանությունը, Թեհրանը ընդունեց ել ավելի անզիջում դիրքորոշում, պաշտոնյաները հրաժարվեցին այս շաբաթ Ամերիկայի հետ խաղաղ բանակցություններին մասնակցելուց, իսկ Իրանը ուժեղացրեց հարձակումները Հորմուզի նեղուցում նավերի վրա։ Վահիդին, ով գտնվում է արևմտյան խիստ պատժամիջոցների տակ, ներկայացնում է իրանական իշխանական համակարգի ամենաարմատական թևը, նրա խմբավորումը փաստացի հետին պլան է մղել չափավոր քաղաքական գործիչներին, ներառյալ նրանց, ովքեր անմիջականորեն երկխոսություն են վարում Ամերիկայի հետ։ Փորձագետները կարծում են, որ նույնիսկ եթե ամերիկյան կողմին հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել իրանական պատվիրակության հետ, այդ համաձայնությունները կարող են կեղծիք լինել, քանի դեռ կառավարման իրական լծակները մնում են Վահիդիի ձեռքերում։ Ի տարբերություն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի պաշտոնում իր երկու նախորդներին, Վահիդին քաղաքական համակարգի ներսում փորձառու խաղացող է։ Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է պաշտպանության նախարարի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնները։ Անցյալ տարվա դեկտեմբերին այժմ արդեն հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին այս փորձառու ռազմավարին նշանակել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարի տեղակալ, այն բանից հետո, երբ փետրվարի 28-ին Ամերիկայի եւ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվեցին Այաթոլլահ Խամենեին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Մոհամմեդ Բաքպուրը, Վահիդին դե ֆակտո զբաղեցրեց Իրանի ռազմականացված կառույցների հիերարխիայի ամենաբարձր աստիճանը։ Խամենեիի մահից հետո հենց Վահիդին պնդեց, որ հաջորդը դառնա հանգուցյալ առաջնորդի որդին Մոջթաբա Խամենեին, ում տեխնացությունը նախկինում գերիշխող չէր համարվում։ Հատկանշական է, որ որոշ տվյալների համաձայն հենց ինքը Այաթոլլան երբեք չի ցանկացել որդուն տեսնել իշխանության ղեկին, քանի որ Մոջթաբան վիրավորվել էր փետրվարի 28-ի հարվածների ժամանակ եւ մինչ օրս հրապարակավ չի հայտնվել հասարակության առաջ։ Վերլուծաբանները կասկածում են նրա կենսունակության եւ ֆունկցիոնալության հարցում։ Վաշինգտոնի Իրանում ժողովրդավարության ազգային միություն հետազոտական կենտրոնի տնօրեն Խոսրո Իսֆահանին կարծում է, որ նոր գերագույն առաջնորդը ոչ այլ ինչ է, քան գործիք ռեժիմի իրական տերերի ձեռքում։ Եթե Մոջթաբան ողջ է, իսկ դա մեծ հարց է, ապա նա ընդամենը մարիոնետ է։ Սա պատմության մեջ առաջին առաջնորդն է, ում կերպարը պահպանվում է արհեստական բանականության օգնությամբ, հայտարարել է Իսֆահանին հարցազրույցի ժամանակ, ակնարկելով ռեժիմի կողմից հրապարակված Մոջթաբայի արհեստականորեն ստեղծված լուսանկարների օգտագործումը։ Փորձագետի խոսքով ժառանգորդը չունի ոչ քաղաքական կապիտալ, ոչ էլ հանրային աջակցություն։ Նրա անունից հնչեցվող բոլոր հայտարարությունները թելադրված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նոր ղեկավարության կողմից։ Իդեպ օրերս լուրեր տարածվեցին, որ այն գումարները, որ իրանցիներին հաջողվել է գանձել նավերին Հորմուզի նեղուցով անցնելուց, հիմնականում գրպանում են հենց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարները։ Երկրի բյուջեն լավագույն դեպքում 20% է մտնում։ Իդեպ մայիսի սկզբին Երևանում եվրոպական միջոցառումների հնարավոր չկայացման ռիսկերից մեկը հենց այս կերպարի Ահմադ Վահիդիի կործանարար դիրքորոշումն է։ Հուսանք, որ միջոցառումները այնուամենայնիվ կկայանան, պարզապես ես ռիսկերն եմ մատնանշում, որպեսզի ոմանց համար ավելի հասկանալի լինի, թե չէ իմ մոտ տպավորություն է, որ մարդիկ կան Հայաստանում Իրանի ռեժիմի համար ավելի են ցավում, քան Հայաստանի շահերի։ Սահուն կերպով մոտեցանք մարտադաշտի թվերին,
Նախորդ 2 օրերին ռազմաճակատում տեղի է ունեցել 430 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են ևս 2140 օկուպանտի եւ նրանց 2814 միավոր տեխնիկան, տրանսպորտը եւ սպառազինությունը։ Ձեր էկրաններին ամսի 24-ի եւ 25-ի ուկրաինական գենշտաբի ռելիզներն են, վերջնականը աջ կողմի ռելիզն է։ Ուկրաինական գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լուսանկարներով եւ տեսանյութերով արձանագրված տվյալների համաձայն լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,324,690-ի։ Նախքան մեր եթերը շարունակելը նորից հիշեցնեմ ձեզ, որպիսի ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից օգնելու մեր հաղորդման տարածմանը, անպայման դա արեք, խնդրում եմ, դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա հատկապես շատ կարեւոր է YouTube-ի այս անկայուն պերիոդում։ Իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամենօրյա օգնության համար։ Շատ եք օգնում, շատ շնորհակալ եմ ձեզ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոսիայի ֆրանս-կիպրական դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կհեռանա քաղաքականությունից։ Իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտից հետո Մակրոնը այլևս չի կարող առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում, քանի որ համաձայն սահմանադրության նախագահի լիազորությունները սահմանափակված են 2 մանդատով, իսկ Մակրոնն ասել է, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ նախագահի պաշտոնի ավարտվելուց հետո։ Ռուսաստանում ցավով խոստովանել են, որ ուկրաինական դրոնները այժմ հասնում են մինչև Ուրալ։ Ուկրաինական հեռահար դրոնները այժմ կարող են հարվածներ հասցնել Ռուսաստանի Ուրալյան տարածաշրջանների ռազմական եւ ռազմավարական օբյեկտներին, սա խոստովանել է ռուս բռնապետ Պուտինի լիազոր ներկայացուցիչը Ուրալյան դաշնային տարածաշրջանում Արտյոմ Ժոգան։ Ժոգան կոչ է արել Ուրալի բնակիչներին լինել զգոն, քանի որ նրա ձևակերպմամբ Ուրալը այժմ ուկրաինական դրոնների համար հասանելիության գոտում է։ Այսպես է ռուս բռնապետի լիազոր ներկայացուցիչը արձագանքել շաբաթ գիշերը Սվերդլովսկի եւ Չելյաբինսկի մարզերի ռազմական ու ռազմավարական օբյեկտների վրա ուկրաինական դրոնների հարձակմանը։ Չելյաբինսկում նախնական տեղեկություններով հարվածի տակ է հայտնվել տեղի մետալուրգիական կոմբինատը, որը ռուսական խոշորագույն մետալուրգիական ձեռնարկություններից մեկն է, թե որ օբյեկտներն են եղել թիրախը Սվերդլովսկի մարզում դեռ հայտնի չէ։ Հաղորդվում է, որ դրոնները հասել են մինչև Եկատերինբուրգ, որը համարվում է Ուրալի մայրաքաղաքը։ Մեր եթերի պատրաստման պահին Ուկրաինայի գլխավոր շտաբը դեռևս մանրամասներ չի ներկայացրել։ Մեր հարվածների մանրամասների մասին կհայտնենք մեր Telegram-ում կամ հաջորդ եթերների ժամանակ, հենց որ ուկրաինական գենշտաբը տեղեկություններ հաղորդի։ Հիշեցնեմ, որ բոլոր տպավորիչ կադրերը մեր Telegram-յան ալիքում են, բաժանորդագրվեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, եւ առաջիններից մեկը տեղեկացեք ամենահետաքրքիր ռազմական եւ քաղաքական իրադարձությունների մասին։ Եթե հնարավոր է, նաեւ մեր Telegram-յան ալիքի հղումով կիսվեք, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ կարողանան օպերատիվ եւ հավաստի տեղեկություն ստանալ։ Շաբաթ լույս կիրակի գիշերը ռուս ագրեսորները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 47 հրթիռ եւ տարբեր տեսակի 619 դրոն։ Ուկրաինայի ՀՕՊ եւ ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումները որսացել են հակառակորդի թիրախների մեծ մասը։ Արձակված 666 հարձակողական միջոցներից ֆիքսվել է 47 հրթիռ, ներառյալ բալիստիկ եւ թևավոր հրթիռներ եւ 619 շահեդ տեսակի հարվածային դրոն։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել 610 թիրախ, բայց ռուսների հարձակման միջոցների թիվը ասեք, որ հետաքրքիր է, չէ, 3-6։ Ռուսների հարձակման գլխավոր թիրախը դարձել է Դնեպր քաղաքը, որի ուղղությամբ հասցվել է հարվածների 3 ալիք, ինչը հանգեցրել է լայնամասշտաբ ավերածությունների։ Բացի Դնեպրոպետրովսկի մարզից հարվածների տակ են հայտնվել նաև Խարկովի, Կիևի, Օդեսայի, Սումիի եւ Չեռնիգովի մարզերը։ Նախնական տվյալներով զանգվածային հրթիռակոծության եւ սահմանամերձ գնդակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, ավելի քան 45-ը ստացել վիրավորումներ։ Դնեպրոպետրովսկի մարզում կա 5 զոհ, մեր եթերի պատրաստման պահին Խերսոնում 4 զոհ, Չեռնիգովի մարզում 2 զոհ։ Ակնհայտ է, որ Պուտինյան ոճրագործների այս գազանությունները ռուսական քարոզչությունը կփորձի ներկայացնել որպես ռազմական թիրախների խոցում եւ պատասխան ուկրաինական ճշգրիտ հարվածներին Ռուսաստանի տարածքում, սակայն մեր լսարանը շատ լավ գիտի, Ուկրաինան հարվածելով Ռուսաստանին լուծում է ագրեսոր երկրին պատերազմական միջոցներից զրկելու հարցերը, իսկ Պուտինյան բանակը միայն ցանկանում է հաստատել իր թվացial ուժն ու հզորությունը խաղաղ բնակչության դեմ դաժանություն կիրառելով, բայց նույնիսկ
Դանուբ գետի եւ Սևծովյան նավահանգիստների վրա նրանց հարվածների տվյալներից երևում է, որ ռուսներին չի հաջողվել էական վնաս հասցնել ռազմական եւ տնտեսական ներուժին, հիմնական հարվածը կրկին սովորական մարդկանց բնակելի տներին էին։ Շաբաթ գիշերը ռուս զավթիչները գրոհել են Դանուբի եւ Օդեսայի նավահանգիստները, դրոնների հարձակման է ենթարկվել Պանամայի դրոշի ներքո նավարկող մի նավ, մեջբերեմ ռելիզը, դրոնների հարձակման հետևանքով արձանագրվել են պահեստային հրապարակների եւ վարչական շենքերի վնասներ, արտադրական եւ դիսպեչերական սենյակներում կոտրվել են պատուհանները, հրդեհներ չեն բռնկվել, նշված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, նավահանգստից դուրս գալիս հարձակման է ենթարկվել Պանամայի դրոշի ներքո նավարկող մի քաղաքացիական նավ, նավի վրա հրդեհ է բռնկվել, որը անձնակազմը կարողացել է արագորեն մարել սեփական ուժերով, նավը պահպանել է իր նավագնացային վիճակը եւ շարունակում է ընթացքը դեպի նշանակման նավահանգիստ, բարեբախտաբար տուժածներ չկան, այսինքն ռուսական ռոպագանդան կարող է ասել, որ գրոհել է նավեր եւ նավահանգիստներ, բայց վնասների մասին լսեցիք։ Միևնույն ժամանակ Օդեսայի մարզային ռազմական վարչությունը հայտնել է շահեդների զանգվածային հարձակման հետևանքով տարածաշրջանում 2 վիրավորի մասին, հարվածների հետևանքով վնասվել եւ ավերվել են 3 մասնավոր բնակելի տուն, տնտեսական շինություն եւ 7 ավտոմեքենա։ Վնասվել են նաեւ նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներ, բռնկված հրդեհները այս պահին մարված են, դեպքի վայրում շարունակվում են հետևանքների վերացման աշխատանքները, ասվում է հաղորդագրության մեջ, այսինքն ռուսական հարվածը բացի տերորից մնացած ոչ մի բանի մասին է, պարզապես մարդկանց տներին վնաս տալ եւ փորձել ահաբեկել արդեն պատերազմի, լայնածավալ պատերազմի 5-րդ տարում։ Ինձ թվում է երևի իրենք էլ են սկսում հասկանալ, որ անիմաստ է, բայց երևի թե այլ բան մտքներով չի անցնում։ Դեպի Հորմուզ են ուղևորվում գերմանական նավերը, Գերմանիան նախապես իր ստորաբաժանումներին է ուղարկել միջերկրական ծով Բունդեստագի թույլատվությունը ստանալուց հետո Հորմուզի նեղուցում ուժերի արագ տեղակայման համար, այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, Գերմանիան միջերկրական ծով է ուղարկել ականազերծող նավ եւ մատակարարման նավ։ Իսկ բուն Իրանում շարունակվում են զանգվածային ձերբակալություններն ու մահապատիժները, ռեժիմի մնացորդները դաժանաբար հաշվեհարդար են տեսնում հունվարյան բողոքի ակցիաների մասնակիցների հետ եւ երևի թե այսօրվա համար ամենակարևոր լուրերից մեկը տեղի ունեցավ այն, ինչի մասին ես զգուշացնում էի իմ եթերների ժամանակ, Հայաստանի իշխանությունների նախաձեռնողականության բացակայությունը հանգեցրեց նրան, որ Ադրբեջանի գործընկերությունը Ուկրաինայի հետ նաեւ նոր ոլորտներում շատ ավելի առաջ կանցնի, քան Հայաստան-Ուկրաինա գործընկերությունը, նրանց համար ովքեր չգիտեն, ասեմ, որ նախագահ Զելենսկին այցելել է Ադրբեջան, այդ երկիրը միշտ է աշխատել Հայաստանից առաջ լինել Ուկրաինայի հետ հարաբերություններում եւ հիմա նոր հնարավորություն է ստացել։ Այսօր ես չեմ ասի, թե նախկինում զգուշացրել եմ մեր լսարանը քաջատեղյակ է այդ ամենին, իսկ նրանք, ովքեր մեզ միացել են վերջերս, կարող են հեշտությամբ գտնել մեր եթերները մեր ալիքում եւ ուսումնասիրել դրանք։ Անցած 4 տարվա ընթացքում սա արդեն Ալիևի եւ Զելենսկուի 7-րդ հանդիպումներ եւ Ալիևը կրկին ընդգծեց իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինան պատերազմում է օկուպանտ երկրի դեմ, որը չգիտի բարոյական սահմաններ։ Մեզ անհրաժեշտ են հնարավորություններ այս պատերազմում դիմակայելու համար։ Դրա համար Ուկրաինայի իշխանությունները անում են հնարավորն ու անհնարինը, սակայն այդ քայլերում չկա եւ Զելենսկու օրոք չի կարող լինել որևէ բան ընդդեմ Հայաստանի։ Գործընկերների հետ Ուկրաինայի հարաբերությունները միշտ ուղղված են փոխադարձ հզորացմանը։ Մենք կշարունակենք հուսալ, որ համատեղ հզորացման հայտը կստացվի նաև Հայաստանից։ Միգուցե օրերս քննարկենք այս թեման ուկրաինացի փորձագետների հետ, հնարավոր է նաև հայկական ծագում ունեցող ուկրաինացի փորձագետների հետ։ Մենք կփորձենք ձեզ ավելի մանրամասն ներկայացնել տեղի ունեցողը։ Եթե համառոտ ասեմ, Զելենսկու խոսքով Ուկրաինան եւ Ադրբեջանը ստորագրել են 6 համաձայնագրեր, խոսքը երկու երկրների անվտանգության ուժեղացման եւ ապրանքաշրջանառության ավելացման մասին է։ Կա տեղեկատվություն նաև միասնական զենքի արտադրության մասին, բայց այդ թեմային, ինչպես ասացի, հետո կանդրադառնամ։ Վստահ եմ, որ հիմա մեր մեկնաբանություններում կհայտնվեն նեղացած պուտինիստները կամ միգուցե ոգևորված, բայց ինչպես ասում են, նեղացածների վրա ջուր են կրում, իսկ մենք լուծում ենք մեր էգզիստենցիալ խնդիրները, երբ քո երկիրը բախվել է ագրեսոր երկրի կողմից
ամենադաժան պատերազմի, դու չես կարող չփնտրել ճանապարհներ, որպիսի սանձես ագրեսորին, հա։ Դե մեր լսարանը ինձ թվում է այս ամենը շատ լավ ընկալում է։ Շաբաթօրով շատ չերկարացնեմ եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումը, կաշխատեմ ձեզ համար 2 շաբթի եթեր պատրաստել, եթե չստացվեց, ապա 3 շաբթի ինձ թվում է հաստատ կստացվի, ձեզ ամենայն բարիք եմ ցանկանում եւ ամենագլխավորը անփորձանք լինեք, մնացեք բարով։